Խոշտանգման դեպքի հետ կապված տեսանյութի արտահոսքից օրեր առաջ է նախարարության ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունը ստացել օպերատիվ տվյալ, ընդ որում տեսանյութին հասանելիություն տվյալ պահին մենք չենք ունեցել և նախաձեռնվել է ծառայողական ուսումնասիրություն, որից հետո ծառայողական քննություն է կոնկրետ նշանակվել և ծառայողական քննության շրջանակներում օգտվելով իմ լիազորությունից ծառայողի լիազորությունները կասեցվել են, հաղորդում եմ ուղարկել գլխավոր դատախազին, ըստ այդմ պրոցեսն արդեն նկարագրեցի, թե ինչ է եղել և այս պրոցեսը երբ որ նկարագրում եմ, միշտ մտքում ունեմ, որ մենք իրավական պետություն ենք և երբ որ տարբեր խնդիրներ են ի հայտ գալիս, հարցերին բացառապես պատշաճ իրավական ընթացակարգերի համապատասխան պիտի արձագանքենք և նաև մեր խոսույթում էլ խոսում ենք դեռ առերևութության մակարդակում խոշտանգման դեպքի մասին, բայց գործիքակազմը ինչ-որ իրավական կար, ես ձեզ նկարագրեցի և ամբողջ գործիքակազմը, թե ՆԳՆ-ն, թե գլխավոր դատախազությունը, թե քննչական կոմիտեն ըստ էության իրացրել են, կհետևենք արդեն նախաքննական մարմնի մնացյալ գործողություններին։ Ով է նկարել տեսանյութը, բնականաբար սա հարց է, որը որ նաև կդիտարկվի քրեական վարույթի շրջանակներում, որովհետև գործ ունենք նաև հանցագործության մասին չհայտնելու իրավիճակի հետ, որովհետև նկարողը ըստ էության ստացվում է, որ իմացել է առերևութության մակարդակում գոնե թե խոշտանգման դեպքի մասին և չի հայտնել իրավապահ համակարգին այս դեպքի մասով, բնականաբար վարույթը նաև կառադառնա այս հարցին։